Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է, այս ալիքում վաղուց չի եղել, այնպես որ հուսով եմ բավականին շատ ցանկություններ ունեցած կլինեք այս ընթացքում, պահեք 4 տարբերակ, 4 տարբերակից որևիցե մեկը, 4-ը նույնը մի պահեք, որովհետև այդպես խանգարում եք նաև մյուս 3-ին, որպեսզի այն ճիշտ ցույց տա։ Բացի դա էլ դուք ևս ինքներդ էլ չեք կարողանա հասկանալ ճիշտ է արդյոք, թե ոչ, ճիշտ է լինում, թե ոչ։ Նաև հարցեր կարող եք ուղղել, այդ հարցերի պատասխանները կարող եք ստանալ այս քարտերի մեջ եղած մնացած տեղեկություններով։ Ինչով խառնեմ, դուք պահեք։ Ահա, հուսով եմ պահեցիք, ես անցնում եմ արդեն առաջին տարբերակին։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Ինչ-որ շատ բաներ չեն ընկնում։ Աստղո իրարից մի փոքր հեռու է, ձեր բուն ցանկությունը, եթե այստեղ չկա քարտերի մեջ, ապա դեռևս ժամանակը չի որ լինի, իսկ եթե կա, դա նշանակում է, որ մի փոքր կուշանա ձեր ցանկությունը։ Ահա, ուրեմն առաջին տարբերակում սա կամ ոսկի գնել ավելի մատչելի տարբերակով կամ որևիցե բիժուտերիա նվեր ստանալ, դա ևս, եթե ցանկանում եք, ապա կստանաք։ Ուժ, հավելյալ ուժ ձեռք բերել, որովհետեւ գործեր անելու համար, ձեր գործերը առաջ տանելու համար։ Նաև ընտանի կենդանի է, որ կցանկանաք պահել կամ կգնեք կամ ձեզ կնվիրեն։ Եվ գումար, եթե ցանկանում եք գումար ստանալ, ապա կստանաք, եթե ուզում եք ինչ-որ մեկից հեռանալ, ինչ-որ մեկը ձեզ հանգիստ թողի, ապա կկարողանաք հասնել դրան, կարող է ինչ-որ մարդ է կամ ընկերուհի է կամ ինչ-որ մեկն է, ով որ դոզի նման կպել է ձեզ եւ ուզում եք ազատվել իրենց, ապա կազատվեք։ Եվ իհարկե աշխատանքի հետ կապված ոմանք, որ աշխատանքի ընդունվեք, նաև գործարք կնքեք, պայմանագիր կնքեք որևիցե մարդկանց հետ։ Դա ևս, նաև սա ծանոթություն է հակառակ սեռի ներկայացուցչի հետ, երրորդ անձնավորությունը կարող է ձեզ ծանոթացնել։ Եվ ծնունդ, մտածում եք արդյոք ծնունդ կկարողանաք անել, ապա այո, ոնց որ ասում են դեռևս եթե ժամանակ կա, ապա կհավաքվի նաև գումարը եւ կկարողանաք ծնունդ անել, եթե գումարի հետ է կապված ամբողջ խնդիրը։ Այսքանը առաջին տարբերակի համար, պահեք երկրորդը, ֆիքսվեք ձեր ցանկության վրա, պատկերացրեք այդ ցանկությունը, որ արդեն լինում է, ինչև ես խառնա։ Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Ոյ,
տեսակ աստղն ընկավ, չարժել էլ շարունակել, այնպես որ աստղն ընկավ, շնորհավորում եմ բոլորին, ովքեր որ պահել են երկրորդ տարբերակը, ապա ձեր ցանկությունները կիրականանան, ինչ ցանկություն էլ որ ուզում է լինել, յուրաքանչյուր ցանկություն, ուղղակի այստեղ տեսնենք հավելյալ ինչ-որ բաներ նաև կարող են ասել։ Ահա, ուրեմն երկրորդ տարբերակում ցանկությունները իրականանում են, նաև նոր սեր, կամ եթե պահել եք, սիրում է արդյոք ձեզ, ապա այո, սիրում է, կարիերայի բարձրացում, առաջ խաղացում, նաև սպորտում այս դեպքում հաղթանակ, որովհետև սիրտ աստղը ընկել է, եւ դա հենց նշանակում է, որ ձեր ցանկությունները կիրականանան, եթե սպորտի հետ ինչ-որ կապված բան եք պահել։ Առողջություն է այստեղ, առողջության հետ կապված հարցերը, դուք ձեր առողջության կամ որևիցե մեկի հետ կապված, ապա նա կապակինվի, նոր բիզնես բացել, կարող եք բացել, հանգիստ, հաշտություն կնքել, եթե վիճված էլ չեք, եթե այս ընթացքում վիճվեք, ապա եւս շատ արագ կհաշտվեք իրար հետ, եւ մեքենա ձեռք բերել եւ իհարկե այստեղ ինչ-որ մեկից եթե ուզում եք, որ նա հեռանա ձեզանից, բաժանվեք կամ ինչ-որ ձեզ հանգիստ թողի, ապա դա եւս տեղի կունենա։ Կարծես թե այսքանն է, միևնույնն է, ինքը աստղն ընկել է, սա հավելյալ է, ոնց որ եւս մեկ անգամ էլ ասում է, շեշտում է, որ հենց այս ոլորտները ավելի շատ, ոնց որ այդ ոլորտները ավելի կիրականանան, գուցե ավելի արագ։ Այսքանը երկրորդ տարբերակի համար պահեք երրորդը, ֆիքսվեք ձեր ցանկության վրա, տեսնենք ինչ է լինելու, այստեղ ինչ-որ չեմ դնում, օրինակ, այստեղ, պահեք երրորդ տարբերակը, տեսնենք սա ինչ է ասելու։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Աստղն առաջինն ընկավ, դա նշանակում է, որ մոտ եք ձեր ցանկությանը, աստղի կեսը բնականաբար, որ մոտ եք ձեր ցանկությանը, այնպես որ շատ ջանքեր պետք չի գործադրել, արդեն մոտենում եք կամ գնում եք, քայլ եք անում այդ ձեր ցանկության հետևից, որ ձեր ցանկությունը կատարելու համար։ Կախված այստեղ կարող է հարց է, նայեք ինքը շատ հեռու էլ չի իրարից։ Մեկ հարկ, որ ներքև լիներ, ավելի լավ չէ կլիներ։ Ահա, երրորդ տարբերակում այստեղ ամուսնության առաջարկ, ովքեր որ սպասում են, ապա ամուսնության առաջարկ կստանաք մի փոքր դե ուշ, որովհետև աստղերը իրար մոտ չեն, նվեր ստանալ դիմացինից, ծնունդ,
Եթե մտածում եք ծնունդը անելու մասին, այստեղ եւս, հա, գումարը իրար մոտ են, եւս շատ չեք սպասելու գումարին, հատկապես եթե ծնունդը դեռևս ոնց որ այսօր վաղը չէ։ Դիպլոմ ստանալը, քննությունները լավ հանձնել, ընդունվել ինստիտուտ կամ յուրաքանչյուր ուսման կենտրոն, երեխաների հետ կապված յուրաքանչյուր հարց եթե պահել եք, նաև դա կարող է լինել հղիություն, ծննդաբերությունը լավ անցնի, թեթև անցնի, ապա դա եւս։ Եվ կարիերայի բարձրացում, առաջ խաղացում։ Հուսով եմ ոչինչ չեմ մոռացել, չեմ անտեսել։ Կարծես թե ոչ։ Դա երրորդ տարբերակը եւ պահեք նաեւ չորրորդ տարբերակը։ Ինչեւ խառնեմ, բայց նույն բանը մի պահեք։ Պահեք տարբեր բաներ։ Մեկ այլ հարց։ Քարտերում բավականին շատ պատասխաններ կան եւ հնարավոր է ձեր հարցի պատասխանը այդտեղից գտնեք, եթե հաստղը չի ընկնում։ Ահա, կկատարվի արդյոք չորրորդ տարբերակի ցանկությունը։ Հետաքրքիր բաներ են ընկնում։ Ցանկությունը մի փոքր է ուշանում, շատ չէ։ Պես որ ինչ ընկել է այստեղ, իրանք շատ մոտ են։ Ընդհանրապես մեկ քարտի տարբերություն։ Միգուցե այդ մեկ քարտը խառնել կիսելուց է եղել։ Չգիտեմ, միգուցե պետք է հաշվել։ Չգիտեմ, ավելի հեռու կգնար, թե ինչպես։ Միգուցե իրար մոտ լիներ արդեն։ Ահա, չորրորդ տարբերակում հեռախոս գնել կամ նաև նվեր ստանալ մի փոքր ուշ, հա, այսինքն աստղեր իրարից հեռու են։ Նաև լեզուներ սովորելու համար եւս կարող եք գնալ էլի մի փոքր ուշ, արդեն ամեն ինչ լավ կլինի։ Գնալ շոփինգի, ամուսնության առաջարկ կստանաք, նաև պատրաստվեք հարսանիքի, հա, որովհետև հարսանեկան քարտն էլ եւս ընկել է, որ կարող եք ամուսնանալ, վարկերը փակել, վերջացնել, ավարտել, նաև վարկ վերցնել, դա եւս հնարավոր է, կամ նաև պարտքերը փակել, վարկերը փակել, ավարտել, նաև ձեր ընկերների հետ հավաքույթ, որևիցե միտեղ առիթի, ուրախանաք, քեֆանեք, բիզնես բացեք, եթե ցանկանում եք, գործարք կնքեք, աշխատանքի ընդունվեք, հարցազրույցի գնաք, նաև ծանոթություն հակառակ սեռի ներկայացուցչի հետ, ով երրորդ անձնավորությունը ձեզ կծանոթացնի, նաև եթե մեծ եք արդեն ուզում եք ձեր թոռները, ծոռներով այդպես հավաքվեք, ապա դա այդ հնարավորությունը եւս կունենաք, միգուցե ամանորին, եւ իհարկե ծաղիկներ, նվեր ստանալ։ Այսքանն է կարծես թե, տեսնենք ոչինչ չեմ մոռացել, ոնց որ թե չէ։
Դե եթե մոռացած լինեմ, ասեք նկարը, ես կասեմ, թե ինչ է նշանակում, չնայած մոտավորապես արդեն պարզ է նկարներից, թե ինչ է նշանակում, ինչ որ բարդություններ այստեղ չկան։ Չկա, բաց չեմ թողել, ոչինչ։ Ամենայն դեպս 4 տարբերակներն էլ հետաքրքիր պատասխաններ ստացանք։ Հուսով եմ ձեր հարցերի պատասխանները կար մեջը եւ կիմանաք թե ինչ է լինելու, հա, ձեր ցանկությունները կկատարվեն արդյոք թե ոչ։ Դե դեռ պետք է սպասեք, դեռ ժամանակը չէ։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր բոլորի ցանկությունները կատարվեն այս ամանորին, թող հրաշք կատարվի եւ բոլորի ցանկությունները կատարվեն։ Լավ եղեք։